Եթե վանաձոր չի գալու մենք կգնանք։ Ես ասում եմ որ Չի գալու մեր դատախազի մարզի դատախազ։ Մենք կարանք հաստատանը գա իր հետ։ 2012 թվականի նոյեմբերի 18-ին Մուշ ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալներ Արտակ եւ Արեն Վերանյանները եւ Սամվել Դիլոյանը գտնվում են անազատության մեջ։ Անընդհատ երկարաձգվող դատավարություններից հոգնած ամբաստանյալների հարազատները, ընկերները եւ մտերիմները ինքնաբուխ ցույց են կազմակերպել Արցախ պուրակում։ Վանաձորում վերջին տարիներին այսքան մեծաքանակ հանրություն որևէ նախընտրական քարոզարշավի կամ քաղաքական այս կամ այն հանդիպման երբևէ չի համախմբվել։ Ինքնաբուխ հարահավաքն Արցախ պուրակում համախմբել էր արդարադատության ջատագովներին, որոնք եկել են ոչ թե դատական գործընթաց դադարեցի որակելու նպատակով, այլ ամբաստանյալներից երկուսի դեմ մեղադրանք չլինելու պատճառով նրանց դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակելու արդարացի ու արդարացված կոչով։ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողները նաև դասախոսական կազմը արդարադատությունից պահանջում են ազատ արձակել իրենց գործընկերոջն ու սիրված դասախոսին Սամվել Դիլոյանին նրա նկատմամբ մեղադրանքի բացակայության հիմնավորմամբ։ Նույնն են պահանջում նաև Արեն Վերանյանի հարազատներն ու մտերիմները, քանի որ նրա նկատմամբ եւս հանցագործությունը հաստատող որևէ մեղադրանք դատարանում չի հնչել։ Ես ակնկալում եմ, որ մոտ օրերս մենք մեր հարցին լուծում կստանանք, որ ապօրինի եւ անհիմն 1 տարի է իմ ամուսնուն եւ իմ 2 հարազատներին պահում են կալանքի տակ։ Այսօր ես եւ իմ 2 անչափահաս երեխաները մեծ ակնկալիք ունենք դատախազությունից արդար լուծում ստանալու համար։ Եկել եմ հավաքվել են այստեղ իմ երեխեքներն են բոլորը եկել, որ խնդրենք, պահանջենք, որ նորից ֆեդերացիայի նախագահան նորից ընտրվի ինքը, այսինքն ազատվի ընտրվի, որ նորից Վանաձորում քանի գնամ սեղանի տենիս նորից վատանում է։ Ես նախ եւ առաջ կուզեի, որ մեր լավ ընկերոջ Սամվել Դիլոյանի, մեր գործընկերոջ, ես կուզեի առանձնացնել հատկապես նրան նկարագիրը, որ մեր իրականության մեջ հաճախ չի պատահում, որ մի մարդ իրեն ու մարմնավորի այն բոլոր հատկանիշները լավ ընկեր համարվելու համար, նա մարդ է, որը իրեն ու մարմնավորում է մտավորականին, սպորտի, մարզաշխարհի մարդուն, գիտնականին եւ լավ ընկերոջը։ Ես ակնկալում եմ տեսնելով մեր հասարակության այս մի ամուր, դա մի բան է վկայում Սամվել Դիլոյանի այն հարգանքը, որ ինքը վայելում է մեր քաղաքի ազգաբնակության համար, պատահական չի։ Մարդկանց հավաքվելու ինֆորմացիոն պատճառը երևի մարդիկ էլ չգիտեն, բայց մեկը մյուսին տեղեկը պահել, փառքաստու օրգաններն էլ գիտեն, որ հանրապետության դատախազը ժամանելու է այստեղ։ Անպայման կհավաքվեին։ Լորվա ժողովուրդը կադակ չի սիրում, լորվա ժողովուրդը գնում է լուրջ գործերի հետևից, եթե խոսքը վերաբերվում է այս պաստառներին, որ տղաներն անմեղ են, ամեն ինչ ասված է արդեն։ Իրոք այս պահին լսում եմ Դիլոյան ազգանուն, կարծես թե միայն Դիլոյանն է։ Դիլոյանը հայ, հայասեր, ազգասեր, հասարակական գործերին պիտանի անձնավորություն է։ Ես լինելով ամբիոնի վարիչ, իր աշխատած ժամանակ, ես տեսել եմ, թե նա ինչպես է վերաբերվում ուսանողության հետ, զուլալ, գիտելիքները տալիս է, հայրենասիրաբար վերաբերվում այն բոլորին, կարծես թե բոլորը իր հարազատներն են։ Վանաձորյան ողջ ուսանողությամբ եկել ենք այստեղ, որպեսզի կանգնենք մեր շատ սիրելի դասախոս Սամվել Դիլոյանի թիկունքին, քանի որ նրա նման մարդ, նրա նման դասախոս, նրա նման անձ, թե տարբեր ոլորտներում, թե գեղարվեստի ոլորտում, թե գիտական ոլորտում, ինչալով նշեմ ամենաերիտասարդ գիտությունների թեկնածուն է նա, եւ մենք մինչև վերջ նրա հետ ենք, հարգելի Սամվել Դիլոյան, մենք ձեզ հետ ենք։ Ես հավատում եմ, որ արդարությունը կհաղթի եւ ուժային կառույցներին այս բազմիցս հավաքված մարդիկ, այս հազարավոր մարդիկ, ովքեր որ եկել են այստեղ, եկել են որ ճշմարտությունը եւ արդարության խոսք ասելու։ Ես Սամվել Դիլոյանին եւ նաեւ իր ընկերոջ Արենին ճանաչում եմ տասնյակ տարիներ։ Այս տարիների ընթացքում ես շատ բնակավարներում եմ շփվել,
առավել եւս Սամվելի հետ։ Սամվելը մի փայլուն անձնավորություն է, նա մի լավ ընկեր է, նաեւ լավ գործընկեր։ Սամվելը իր ավականու աշխատելու ընթացքում շատ լավ բաներ է կատարել մեր Վանաձոր քաղաքում եւ նաեւ ընդհանրապես մեր բնակչության համար։ Հավաքված բազմությունը երթով շարժվեց դեպի Լոռու մարզի դատախազություն։ Ցուցարարները վանկարկում էին արդարություն եւ առերես հանդիպում պահանջում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որն ըստ հավաստի տեղեկությունների պիտի աշխատանքային այցով գար Վանաձոր, սակայն ինչ-ինչ պատճառներով չի եկել։ Մասնակիցների ձեռքում պաստառներ էին այսպիսի գրություններով. ոչ սակուցներին, ապավինում ենք ձեր արդարությանը, տղաներն անմեղ են եւ այլն։ Անվտանգությունն ու կարգ ու կանոնը վերահսկող ոստիկանները արգելում են ցուցարարներին անցնել սահմանված հատվածը եւ մոտենալ դատախազության շենքին։ Բացատրել ենք, խնդրել ենք, որ ասում ենք մի մետր հետ կանգնեք, չի կարելի։ Մայթը ազատեք, փողոցն ազատեք, հասարակական կարգը խանգարվում։ Երթը արտոնված չի, ցույցը արտոնված չի, իրազեկված չի, ինքնաբուխ ցույց են կազմակերպել քաղաքացիները, մենք էլ հասարակական կարգի ապահովում ենք, պարտավոր ենք հասարակական կարգը ապահովենք։ Դժոխ կողմի ներկայացուցիչներին եւ ամբաստանյալներ Արեն Վերանյանի եւ Սամվել Դիլոյանի շահերի պաշտպան փաստաբան Ռուբեն Հակոբյանին ընդունեց Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը եւ գործով դատախազական հսկողություն իրականացնող դատախազ Պետրոս Մարտիրոսյանը։ Հանդիպումը տևեց մոտ 1 ժամ, որի ավարտից հետո Ռուբեն Հակոբյանը ցուցարարներին համառոտ ներկայացրեց հանդիպման ընթացքը, այն որ Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը խոստացել է հնարավորինս շուտ խնդիրը ներկայացնել հանրապետության գլխավոր դատախազին։ Լսեց, խոստացավ, որ մեր խնդիրները կներկայացնի հանրապետության գլխավոր դատախազին, ով այսօր չի կարող գալ, չի գալու եւ իզուր պետք չի սպասել։ Խոստացավ, որ հնարավորինս շուտ կներկայացվի այդ խնդիրները գլխավոր դատախազին Կոստանյանին։ Մեր մտահոգությունները, որ դատական նիստերը երկար ժամանակով են ձգձգվում, մեղադրանքի կողմը չի կարողանում ապահովի վկաների ներկայությունը։ Մի խոսքով ընթացքային իրավիճակային խնդիրները, որը իրենից է կախված, լուծում կստանան, իսկ վերջնական արդյունքը դատաքննության ավարտից հետո խոստացա, որ կաշկանդված չի լինելու նախկին դատախազների հաստատած մեղադրականներով եւ եթե այն ինչ մենք ասում ենք դա իրականությունն է, մենք կստանանք մեր ցանկալի արդյունքը։ Հերմինե Այվազյան, Կամո Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։